Խորացի։ Միատել է գալու։ Իրան տենց տվել է ինձ Աստված։ Իրոք չի եղել մի բան, որ Դավիթ, այս ինչը չի կարելի, սենց բան չի կարելի անել, մտածի նոր արա, չի եղել, նման բան չի եղել։ Ուղղակի փորձել եմ մաքսիմալ պահեմ այն, ինչ ունի Դավիթս ունեցել է, ինչ ի վերուս տված եղել Դավիթիս։ Դավիթս 2 տարեկան էր, շատ կապված էր իմ հետ։ Տարել եմ գիմնաստիկայի։ Շատ դանդաղ էր շարժվում, շատ, այնտեղ երեխեքը վազում, ինքը հանգիստ։ Հետո մարզիչին ասեցի, որ ոնց որ Իրանը չի, ասեց Իրանը չի, բայց մարզվելու համար թող գա, բայց իր աչքերը այնքան խոստումնալից են։ Հետո տարել եմ կարատեի։ Էդ էլ Իրանը չէր։ Ինքը հանգիստ, ասում էի դա մի հատ էլ դու խփի, ասում էր ես կարատեի իմաստը չեմ հասկանում։ Ինչի խփես, բառերով կարելի է հասկացնել դիմացինին, ինչի խփես։ Կարատեի հետ միաժամանակ տարա շախմատի։ Մտածում էինք, որ Իրանը հենց շախմատն է, որովհետև սիրում էր մտածել, շատ ժամերով մտածում էր, նոր մի բառ ասում էր։ Հետո հարցրեցի դա շախմատ թե կարատե, դու որոշի, որովհետև երկուսը չի լինում։ Ինքը որոշեց, որ շախմատի պիտի գնա։ 2 շաբաթ էր, ինչ շախմատի էր գնում, մրցումներ էր մարզում։ Դե մտածեցի չի մասնակցի 2 շաբաթն ինչա որ, բայց Դավիթս խաղաց առաջի կարգի հետ, ընդամենը 5 րոպե տևեց, Դավիթս հաղթեց ու միանգամից 2 շաբաթվա գնացող էր երկրորդ կարգ մարզում։ Հետո այստեղ բերում էին, որ Դավիթս օգներ երեխեքին շախմատի տնայիններ, դե դպրոցներում կար, չէ։ Այսօրվա պես հիշում եմ, չեմ հիշում, որ ում հետ էր, բայց ասեց քայլն անելուց առաջ պիտի մտածես 10 քայլ հետո ինչա լինելու։ Խոսքերը սենց այսօրվա պես հիշում եմ ու թեկվավ ասեց կյանքն էլ ա տենց։ Այն ժամանակ ասում էինք մի քիչ շատ ես մտածում, բայց երևի ճիշտ է դա։ Բանակի հետ կապված ոչ մի բան, ամեն ինչ նորմալ էր, ուղղակի զանգեց, ասեց մա իմ զենքը դենտեղ ոնց որ բաժանում են թե քաշում են, չգիտեմ, ֆագոտ, ճիշտ ասած չի հասկանում ինչ էր ասում, բայց որ եկավ 10 օր արձակուրդ, ինքը ամբողջ օրը նստած համակարգչով իր զենքը, մա հլարի զենքը ցույց տամ ու մալնա ինձ սիրուն ա կրակում զենքս, ասենց ինչ որ լույսով գնում էր, կպնում էր տանկին, ես հասկացա, որ շատ լուրջ հաշվարկներ ա պետք օգտագործելու համար, հարց տվեցի, դա եթե դու չկպնես, Աստված չանի օգտագործես, բայց եթե դու չկպնես, ինչ ա լինելու, ասեց ես չկպնեմ, ինքն է ինձ խփելու, նույն հետագծով ման նույն պահին ինքը կարա խփի։ Ամսի 25-ից ինքը եղել է ոնց որ թե այդ առաջնագծում, բայց մենք չենք իմացել։ Ամսի 4-ին եմ իմացել անցած տարի, այս օրը, երբ որ Արայիկ Հարությունյանը ասաց Դավիթին շնորհեց Արցախ հերոսի կոչում ու չեք պատկերացնում ամեն ինչ մի պահ sense կանգնեց։ Ես ուրիշ տեղ գնացի արդեն մտածեցի դա ոչ չկա, հերոսի կոչում են տվել, sense քարացել էի ու պատվով շարունակում ծառայել առաջնագծում, այդ ժամանակ եմ իմացել, որ իմ Դավիթս առաջնագծում է։ Ամսի 4-ի իրիկունը հյուրերը գնացել էին, քիչ մարդ կար, իր ժամին զանգեց, հեռախոսը վերցրեցի, ասի իմ հերոս տղա, մա իմացել եք արդեն, կանչիս մեջած եմ, ոնց իմացել եմ, Դավ ջան, ամբողջ աշխարհն ամ է, մա վերջացրեք, ինչ եմ արել, իմ գործն արել եմ, այնքան հանգիստ, չեք պատկերացնում, ոնց ոչ մի բան չի եղել, ինչ հպարտություն, ինչ գոռալ, ինչ ու մեկ էլ շատ տխուր էր, հիմա որ հետ եմ գնում, տենց շատ տխուր էր, այնքան տխուր էր ձեն, ասեցի, Դավ ջան, ոնց որ չես քնել, ասես դե համա, բայց հետո իմացա, որ ոչ թե չէր քնել, որ արդեն հադրութից հետ էին գնացել, այդ իրա, որ այդ տվեցին, թողեցին ու հասկացա, որ այդ դրա համար էր այդքան տխուր, չեք պատկերացնում ինչքան տխուր էր, այդ մի օրն է եղել, որ Դավիթս այդքան տխուր է եղել, վերջի անգամ նոյեմբերի 1-ին մեծ աղջկաս
Ինձանորներ ասեցի բալես իմ հետ քիչ խոսա քուրիկից էլ զանգի ասեց ու ինքան ութատ խոսում էր մալը պատմի ինչ կա ասեց հարցրեցի ասեցի դա ապահոված էր տեղը ասեց ստեղ հա ու այնտեղ խոսում են որ մեքենան կանգնած է որ պիտի գնա առաջադրանք կատարելու ասեցի դավ ջան որ կանչում են գնա ասեց համա մի քանի օր չեն զանգի չնեղվես մեստեղ եմ գնալու որ զայրատկա չեմ ունենա ու այդ ամսի 2-ին 3-ին ոչինչ մտածում էի դե բայց իրանից չէր կողքից ասում էի ինքը շատ պատասխանատու է մի բան կաներ կզանգեր երևի 5-ին 6-ին զանգեցի փորձեցի ուրիշ տղա վերցրեց ասեց ում հեռախոսն է ում եք ուզում ոնց վախեցա որ ասեի Դավիթը հերոս կճանաչեք մտածում էի չվնասեն անկեղծ ես իրան անունով էլ չեմ դիմել ասում էի բալես անունը չտամ ասեց գտել եմ հեռախոսը ես անջատեցի ու հասկացա որ չգիտեմ Կինս որ զանգեց ասեց Դավիթից խաբար չկա հել արի էլ մի վարկյան չեմ գործել ոչ մի բան անցել է մի քանի ժամ ես եկել եմ Հայաստան տեղից ճիշտ ասած էլի չէի պատկերացնում ինձ գաղտնի էին պահում երևի գիտեին արդեն իմ հարազատները բան արդեն հասկացա էլի այդ ամեն ինչը որ արդեն ինչ-որ մի բան է կատարվում Դավիթիս հետ զոհվեց Գրիգորյան Կևորը Բադոյան Կարյանը նորադուզից իրար հետ ծառայեցին իրար հետ էլ զոհան դժվար եմ պատկերացնում ես ինձ առանց Դավիթ շատ դժվար որտեղ փոքրուց ես ուզեցել եմ տղավորթի ունենալ ու ծնվեց Դավիթ ճիշտ ասած ես ուզում էի որ Դավիթս ինձ ընկերն էր ու ընկերական էր իմ հետ շատ ընկերական պատերազմի ժամանակ որ խոսում էի Դավիթի հետ ասում էր պապ մի անհանգստացի ոչ մի թշնամի ոչ մի քայլ առաջ չի գա շատ վստահ էր խոսում շատ վստահ երևի ինձ այդ իր վստահությունը ինչ-որ մի խապ տվեց կարող է և չկարողանայի Դավիթից բերգեի բայց իմ ներկայություն պետք էր իմ ներկայություն ես սպասում էի Դավիթին սպասում էի